Բարև ձեզ, ես Անուշն եմ Սուրաբյան, բնակվում եմ Զովոնիում, խնդիրի դպրոցի հետ է կապված և իմ երեխայի հետ է կապված, որ հաճախում էր տվյալ դպրոց և բավականին խնդիրներին մենք հանդիպեցինք, խնդիրներից հետո այդպես չէ, որ խնդիրները վերջացավ, բայց մենք հասանք այն կետին, որ երեխային վերջնականապես հանեցինք դպրոցից, քանի որ արդեն իսկ հոգեբանական խնդիրների մեջ էր հայտնվել իմ աղջիկը, սթրեսային վիճակների մեջ, իր ներվերի հետ կապված նույնիսկ բժշկի եմ տարել, որովհետև բժիշկ անգամ դեղորայք է նշանակել, որ արդեն իր ներվերի հետ կապված բորբոքումներ է առաջացել, որը որ սթրեսային վիճակը հասցրել էր դպրոցում թիրախավորվելու պատճառով։ Կոնկրետ խնդիրը իմ հետ են ունեցել, կոնկրետ ներկայիս տնօրենը խնդիրը ունեցել է հենց իմ հետ, բայց քանի որ ցավոտ տեղը միշտ ծնողի համար երեխան է լինում, երեխան հաճախում էր դպրոցում ինքն լինելով տնօրեն, մի քանի անգամ տարբեր դասատուների միջոցով երեխային թիրախավորել է և գնահատականի պահով եղել է, որ երեխային այնպես վերաբերվեն, որ երեխան սթրեսային վիճակի մեջ հայտնվի և չցանկանա կամ այդ առարկան սովորի կամ առարկային ընդհանրապես ներկա գտնվի և վերջերս արդեն ընդհանրապես չէր ուզում դպրոց գնա, կան երեխաներ, որ կարող է իրանք սովորում են միջակ, դա իրանց ընդունակությունն է, ամեն երեխա ինչքան որ կարողանում է սովորում է, հնարավոր է, որ այդ նմանատիպ բաները իրանք արհամարհեն կամ կարող է ծնող լինի միանգամից հանի դպրոցը փոխի, բայց ես այդ տեսակը չեմ, նախ պետք է հասկանամ ինչի են խնդիր ստեղծում իմ հետ, որտեղից է գալիս այդ խնդիրը և եթե դուք չեք հասկանում, չեք ուզում ծնողի հետ բարեհամբույր լինեք կամ ինչ-որ այդ հարցերը վերջնականապես լուծվի և փորձում եք երեխային թիրախավորեք, բնականաբար ես ծնող եմ, պետք է գնամ խնդրի հետևից և խնդրին լուծում պահանջեմ։ Իսկ քանի որ ես երբ որ դպրոց եմ գնացել, մշտապես ինձ որպես ծնող իմ մուտքը դպրոց արգելել են, ոտնահարել են ինձ որպես մարդու իրավունքներ, ոնց ասեմ, այդպես իմ իրավունքները բոլորովին ոտնահարվել է դպրոցում, հարց եմ տալիս տնօրենին, ինչի եք այսպես անում, ես ծնող եմ, հարցի հետևից եկել եմ, խնդրի հետևից եկել եմ, ինչի եք այսպես անում, այսինքն դուք հրահրում եք, որ կռիվ լինի, հետո ասեք, եկավ կռվեց գնաց, բայց ես մինչև ինձ ինչ-որ մեկը վատ խոսք չասի կամ չհրահրի, չհասցնի դրան, ես նորմալ գնում եմ ինչ-որ խնդիրը լուծելու համար, չի թողնում։ Բայց երբ որ եղել է ժամանակ առ ժամանակ, երբ որ հասել եմ մինչև իր կաբինետ, որ այս հարցով եկել եմ, այս դպրոցում օրինակ հեղինակագործության դասատուն, ռուսերենի դասատուն, ոչ բոլորը, մի քանի դասատուներ վատ են վերաբերվում։ Քո տնօրենը, կներես քո փոխտնօրենը ներկայիս Գեղանուշ Հակոբյան, ինչի է վատ վերաբերվում, վատ է սովորում, կանչեք ծնողին, հարցը լուծենք, բայց ախր գերազանց է սովորում իմ երեխան, վատ չի սովորում։ Եթե ինչ-որ կա խնդիր վարքի հետ կապված, ասեք լուծենք, վարքի հետ էլ ոչ մի խնդիր չկա։ Ինչու՞մն է խնդիրը, եթե երեխան լացում է, իրեն ստորացված է զգում ու բազմակի անգամ ինքը հենց ներկայիս փոխտնօրենը Գեղանուշ Հակոբյան իմ երեխային լացացրել է, ինչ-որ հարցեր է առաջ բերել, լացացրել իմ երեխան չի ցանկացել բացարձակ էլ իր առարկաներին նստի։ Ինչի համար։ Ինչու՞մն է խնդիրը։ Այսինքն դուք ժամանակին թիրախավորել եք ինձ զուտային պատճառով, երբ որ ես բարձրաձայնում էի դրամահավաքը դպրոցում եւ դա ձեզ դուր չէր գալիս, որովհետեւ դա ամեն մեկը չի, որ կբարձրաձայնի, կարող է պատերի տակ բամբասողները դա այդպես շատ են, բայց դեմ առ դեմ բարձրաձայնել հարցը շատ հազվադեպ մարդիկ են բարձրաձայնում։ Ես բարձրաձայնել եմ, ես չեմ վախեցել ու չեմ էլ վախենում մինչեւ հիմա։ Կա դրամահավաք, այո, դրամահավաքը կարա լինի սահմաններ պետք է գոյություն ունենա, ծաղիկը կամ քաղցրը դա իհարկե ուսուցիչը արժանի է, որ իրան ծաղիկ նվիրես, բայց խոշոր գումարները հավաքելը, ծրարով գումար նվիրելը, ոսկի նվիրելը կամ նմանատիպ բաները, երբ որ ես լսում եմ, ես բարձրաձայնել եմ, որ չի կարելի, կա ծնող ի վիճակի է, կա ծնող ի վիճակի չէ, մարդիկ կան հացի խնդիր է այսօր, շատ մարդիկ ուղղակի, որ հազիվ հասցնում են իրանց երեխաներին հաց առնեն, որպեսզի գոյատևեն։ Ինչի պիտի մի քանի ծնողի անունը ցուցակում գրվի, որ իրանք մասնակից են դրամահավաքին, մի քանիսինը ոչ, ես այդ ամեն ինչը ականատես եղել եմ մի քանի դասարաններում։ Այդ բարձրաձայնելով ոնց են ասում, մարդուն արդեն աչքից ընկնում ես, քեզ թիրախավորում են, հետո երեխայի հետևից են ընկնում։
Իսկ այն դասատուները, ովքեր որ երեխայի հետ լավ էին վերաբերվում, ես որպես ծնող իմ հետ շատ լավ հարաբերությունների մեջ են եղել, մշտապես դպրոցում խնդիր են ունեցել տնօրենի հետ, որ իմ հետ նորմալ են վերաբերվում։ Իմ երեխայի հետ խնդիր չունեն եւ եղել է դասատուներ, որ ինձ անձամբ զանգել են, որ ասում են Դանյակա Ոսկորինը հասել էլ արդեն ամեն ինչ մի կողմ են դրել եւ իմ հետ կապ են հաստատել, որ Անուշ ջան մեզ ստիպում է տնօրենը, որ վատ վերաբերվենք, քո երեխան ինչ-որ նկատողություններ տանք, քեզ կանչենք ինչ-որ նկատողություն տանք, թե ինչի համար ես չեմ հասկանում, ինչի համար։ Եթե երեխայի հանկարծ կարող է մի քիչ էլ ակտիվ երեխա ինչ-որ մի բան է եղել, նու ոչ, ես ինչ-որ բաներ չի եղել, էլի ինձ արտառոց բաներ չի եղել։ Շատ արագ հարթվե գնացել է, նույնիսկ ինձ էլ չի հասել այդ դասատու, աշակերտ, այդ հարցը լուծվել է։ Ինքը նույնիսկ ստիպել է ուսուցչին, կանչել է իր կաբինետ, ստիպել է, որ պետք է կանչես ծնողին խայտառակես, պետք է երեխին խայտառակես, ինչի չես անում, այսինքն ինքը տարբեր մարդկանց, այսինքն տարբեր ուսուցիչների ձեռքով երեխայի վրա ճնշում էր գործադրում։ Եվ ես նույնիսկ գնացել եմ դպրոց։ Ես տնօրենին Հարությունյանին մոտեցել եմ, կաբինետ եմ գնացել ու ասել եմ, հենց հիմա հրավիրում ես այսինչ ուսուցչին եւ ասում ես, այս ուսուցիչը ինձ ասում է, որ դու իրան ստիպում ես։ Հրավիրի, երեքով զրուցենք, տեսնենք, որ մեկն է խափում, հիմա դու ես խափում, թե ինքն է խափում, մի հատ հասկանանք։ Ինքը այսպես պետք չի, հարցը լուծված է, էսի սենց է, ինենց է, դե արդեն ինքը չունի, ես հաստատ համոզված եմ, որ ինքը դրան ընդունակ ուսուցիչը սխալ չի ասում, ես հաստատ համոզված եմ։ Իսկ դասղեկը մշտապես 3 տարի շարունակ ինձ տեղեկացրել է, որ տնօրենը վատ է վերաբերվում իր հետ, զուտ այն պատճառով, որ իմ հետ նորից լավ վերաբերմունք ունի, մենք ծնող դասղեկ հարաբերությունները շատ լավ են, երեխայի հետ շատ լավ է, երեխան լավ սովորում է եւ ինքը զուտ որպես մարդկային, ինքը երբեք չի փորձել երեխային նեղացնել, ինչ է տնօրենը այդպես չի ցանկանում։ Նույն ձևի դասղեկն է հալածվել դպրոցում, նույն ձևի անընդհատ բազմիցս զանգեր եմ ստացել դասղեկից եւ լացակումած եւ շատ նեղված, անընդհատ ինքն հետ զրուցել է, որ ինձ ստիպում են, ես իր հետ, եթե ես իր ոնց են ասում, ասեղը չեմ թելում, ուրեմն նշանակում է մենք թիմակիցներ ենք ու իրան դեմ ենք։ Հա իմ հետ չունես։ Ինձ չես սիրում, ինձ չընդունեցիր իմ ուղիղ տեսակը, որ ես բարձրաձայնեցի խնդիրները կամ բարձրաձայնում եմ ինչ հիմա։ Բա իմ երեխայի հետ, իսկ չէ որ նա անչափահաս երեխա է, նրա հոգեբանության հետ խաղալը դա արդար չի։ Մարտի 10-ից իմ դիմումի համաձայն մենք հանել ենք դպրոցից, ու ոչ միայն իմ երեխին, իմ քրոջ երեխաներին էլ, որովհետև իրանք էլ էին տարբեր դասատուների ձեռքով իրանց գործողությունները կատարում էին, այնպես չի որ իրանք հանգիստ էին մնում։ Մենք 3 երեխաներին էլ հանեցինք դպրոցից, բայց դա կապ չունի։ Իմ երեխայի վրա շատ խորը հետք է թողել։ Այն որ ինքը թողել է դպրոցում ընկերներ, թողել է իր շրջապատը, թողել է իր դասատուներին, այն լավ դասատուներին էլի, ոչ այն որ անընդհատ իրան թիրախավորել են, ոչ դրանց։ Ինքը բավական ստրեսային է դարձել, էմոցիոնալ է դարձել, ագրեսիվ, չգիտեմ, մենք նույնիսկ հիմա հոգեբանի հետ պետք է աշխատենք, որովհետև ես օրի զգում եմ, որ այդ ամեն ինչը երեխայի վրա շատ խորը հետք է թողել։ Ինչի համար։ Ինչ է, տնօրենը ուզում հասկանում է, այդ աթոռը ոչ մեկին հավերժ չի, ու ոչ մեկի աթոռը հավերժ չի, երբ որ իրան գալիս են ինչ-որ պաշտոն են զբաղեցնում, ոչ մեկին հավերժ չի, բայց անձնական վրեժ խնդիր լինել ծնողի ու երեխայի հետ դա դատապարտել է ուղղակի։ Ես ուղղակի զարմանում եմ։ Ինքը գլուխը ոնց է դնում բարձին քնում։ Ուսուցիչները իր հետ անգամ 30 տարի աշխատող ուսուցիչներից կան, որ շատ անգամներ ինձ պատմել են, որ ինքը դեռ ուսանողական տարիներից եւ դպրոցից պատմել են, որ ինքը ում հետ խնդիր է ունեցել տարիներով քենը քշել է, ում հետ որ ինչ որ ուսանողական տարիներից դպրոցից, ում հետ խնդիր էլի նորից ունեցել է, այդ մարդիկ նույնիսկ կան, որ իր հետ հենց հիմա դասատու են աշխատում են այդ նույն դպրոցում, ինքը մինչ հիմա 30-35 տարի անցել է, մինչեւ հիմա ինքը իր հետ խնդիր ունի։ Կոնկրետ դասղեկ արդեն իսկ նախկին դասղեկը, որը որ իրան ճանաչում են, իրանք նույն գյուղի մարդիկ են, ես այդ գյուղից չեմ, ես ասենք այդտեղ բնակվում եմ, ես այդ գյուղացի չեմ, բայց
Շատ դասատուներ կան, մենակ ինքը չի, հանրաշիվի դասատուին է բազմիցս վիրավորել, սիրտը վատացել, այսպես օրերով դասի չի եկել այդ իր այդ ճնշումների հետևանքով, դասղեկին, այսինքն Անահիտ Զաքարյանին, ասենք նախկին դասղեկներ, շատ դասատուների հետևից է անգել, պատմության դասատուին, նույնիսկ ինքը այնքան ցածր մակարդակ ունի, որ նայում է ով է ինձ Facebook-յան ընկեր, որ դասատուն է ինձ Facebook-յան ընկեր, կամ լայքել է, կամ աղջկաս Facebook-յան ինչ որ նկարի տակ ինչ որ մի հատ սրտիկ է դրել, ասենք դա իր դասատուն է, չէ, ասենք իր ընկերների ցանկում կա, ինչի դուք կաք իր ընկերների ցանկում, նույնիսկ դա է իրան կռվի առիթ սարքել, որ դպրոցում իրանց հետ կռվի եւ ինչի ենք մենք իրան Facebook-յան ընկերներ։ Այդ ամեն ինչը ես տեղեկացվել եմ դասատուներից, հենց այն դասատուները, ում որ ինքը նմանատիպ է վերաբերվել։ Ասենք այդ կարգի ցածր մակարդակ, դա տնօրենի մակարդակ չի։ Դե քանի որ այդ ճոխնվերները չեն հասել իրենց տերերին, օրինակ մեկը ինքը ժամանակին փոխտնօրեն էր, դեռ տնօրեն չեղած ժամանակահատվածից է ինքը իմ հետ խնդիր ստեղծել։ Մեկը ինքն էր, մեկը իր հարազատները, տեքոր կնանի խնամի, իրանք այդպես դպրոցում, դե իրանց համար իրանք սովոր չեն էլի, որ իրանց պետք է ասեն վայ մենք չենք ընդունում, մեզ նման նվերներ տվողներ չկա, բայց հաստատ էլի ես ամեն ինչը ինֆորմացվել եմ ու ինֆորմացվում եմ մինչև հիմա, որ տուն են տանում, երեկոյան ժամերին 1-2 ծնողով տուն են տանում, ծրարն են տանում, նվեր քարտերն են տանում, տանում եք կոնկրետ անձը, ուզում է ի վիճակի է, ուզում ես տար տուն նվիրի, ուզում ես տար մեքենա նվիրի, դուք քո կողմից տար, մի ամբողջ ծնողների հետ ասենք գումար հավաքի եւ մի քանի ծնողներ էլ չկարողանան տան իրենց վատը զգան, արդեն իսկ դա բարձրաձայնվում է, երեխաներ կան նեղվում են, մենք այդ բոլորը անցել ենք, էլի, բոլոր ժամանակներում ճիշտ է դրամահավաքները լինում է, բայց ոչ այս կարգի խայտառակ վիճակով, արդեն այն ոնց են ասում, այնքան են հաբռգել, որ վերցնում են ծրարներն էլ չեն էլ տանում, արդեն նվեր քարտերով են տանում, ինչի համար։ Դուք ստանում եք էլի աշխատավարձ եք ստանում, բավարարվեք դրանով։ Հայրարք եք, քաղցրն ու ծաղիկը ուսուցչի համար բոլորն էլ կարելի ասել շատերին հասանելի է, որ իր կողմից տանի։ Ես ինքս էլ շատ անգամներ հենց ես իմ կողմից եմ տարել։ Ես դա չեմ քննադատում կամ ինչի պիտի ուսուցիչը, այո, արժանի է դրան։ Բայց ոչ այդ ձև խայտառակ գումարներ հավաքես եւ ասես այդպես չկա, շառ են անում, ինչի են շառ անում։ Ու նույնիսկ այդ դպրոցը, գիտեք, ուղղակի ափսոսում եմ հերոսի անունով դպրոցը, որը որ մեր բոլորիս համար է իր կյանքը նվիրել հայրենիքին, ափսոսում եմ, որ այդ անունը գոնե, երբ որ ինքն է տնօրենը նստած, հիշատակում ես, ասում ես Ռոբիկ Բաղդասարյանի անվան դպրոցը, ես ինքս անգամ ինձ վատ եմ զգում, որ այդ անունը ինչի շեշտվի իր արած խայտառակ այս պատմությունների կողքին, բայց դե ինչ ասես, եթե ինքն է տնօրենը, շեշտվում է դպրոցի անունը։ Երբ որ 2 տարի առաջ դեռ անգամ այն դասատուն, որ իր հորեղբոր տղան է, Սամվել Սողոմոնյան, դպրոցում մենք հերթական այդպես խնդիրների հետքերով գնում էինք ծնողների հետ միասին, իր այդ էլ պայմանավորված է իդեպ դպրոցի մուտքը նորից փակեցին մեր դեմ, բայց ուրիշ ծնողներ ներսում նստած էին, դե նրանք ուրիշ խնդիրներով էին եկել, մեր վրա փակեցին եւ չէին թողնում մենք դպրոց մտնենք, երբ որ ես պահակին հարցնում եմ ինչի ես փակում, մենք էլ ենք չէ ուզում դպրոցում, ներսում իրավունք ունի ծնողը նստարանին նստի, սպասի զանգը հնչի, բարձրանա վերև, չի թույլատրում ընդհանրապես, որ մենք մտնենք ներս, երբ որ նորից ինքը դուռը բացում է, ես հարցնում եմ, որ մենք բարձրանանք կամ սպասենք, ոնց անենք, ինքը անդադ էլի այն ոնց են ասում, հրահրում է, ստեղծում է այն իրավիճակը, որ լարվածություն ստեղծվի, դե բնականաբար էդի տնօրենի թեթև ձեռքով է արված։ Տնօրենը ոնց ասում է, այնպես էլ անում է պահակը այնպես իրան ու գլուխ անձնավորություն չի։ Այդ ժամանակ, երբ որ ես միջանցք մտա եւ միջանցքում սպասում էի, որ զանգը հնչի, դիմացից մի տղամարդ ինձ հայոյում է, խփում է, քաշքշում, որ դպրոցում ինչի ես դպրոց մտել, այսինքն ես երևի մի պահ մտածեցի, կարող է իրանց տատերի, պապերի տուն է եկել, իրավունք չունեի ոտք դնելու։ Երբ որ այդ ժամանակ իմ ձեռքին ապրիլի 7-ն եղել, ծաղիկներ կար, ինքը հարվածեց ինձ այդ հայոյելուց բանից հետո իմ ծաղիկներով, այն որ ես արդեն ինքնապաշտպանական կարգավիճակ ընդունելով, ուզում եմ իրան պատասխանեմ, 2-3 դասատու իմ ձեռքից տանում են իրան, այդ պահին կանգնած էին միջանցքում։ Եվ ես զանգում եմ ոստիկանություն, որ ոնց կարող է դասատուն, այսինքն դու այնքան ես այսպես թևեր առել, որ ծնողին խփես ու հայհոյես ու
Այսպես մարսես, ես անգամ ոստիկանությունը գալիս է կամերաները հանում է, տեսնում է քննչական գործողությունները կատարվում ամիսներ շարունակ, ես տուժող եմ ճանաչվում եւ վերջի ամսում քննչականից կանչում են եւ ասում են, որ դու մեղադրյալ ես, այլ տուժող չես, այսինքն կա կամերաները, չէ՞ որ մարդու վրա են հարձակվում, այդ ոնց եղավ, որ ես դարձա մեղադրյալ, դասատուն տուժող, այսինքն սել է ճռալու տեղը, սել որն է ճռում այստեղ, դե բնականաբար ես հասկանում եմ, ինձ շատ այս թռուցիկ խոսակցությունները հասա, որ մարզային դատախազ, վարչական ղեկավար, տնօրեն, փոխհարաբերությունները բավականին սերտ կապերի մեջ են եւ մեկը մյուսին պահելով, դե իրենց ընկերական բարեկամական հետը կապերը օգտագործելով գործը մտցրեցին դատարան։ Հա, խնդիր չկա, մտցրեցիք, ես չեմ կարծում արդարությունը մահացել է, էլի, որ այդ ինձ ինչ որ խնդիր առաջանա, հա թող դատարանում գնա, բայց այդ բոլորը նորից ստրեսային վիճակ է եւ ծնողի եւ երեխայի համար, որ անիմաստ տեղը դու գնում ես ու ինչ որ հանդիպում ես խնդրի ու այդ խնդիրը այնքան է բարդանը, որ մտնում է դատարան։ Ինչի համար։ Այսինքն դուք այնքան կազմակերպված էիք իմ դեմ աշխատում, այն կարգի էիք ինձ թիրախավորել, որ հասցրեցիք նույնիսկ այդ վիճակին, էլի, այդ կռիվը, այդ հրահրելը, այդ հայհոյանքը, չգիտեմ, բայց այդ դասատում մինչև հիմա աշխատում է դպրոցում, կրթության գիտության նախարարությանը ես ուղղակի կտեղեկացնեմ, որ մի դասատու եթե հայհոյում է ծնողին ու խփում է, նա ինչ երեխա պետք է կրթի։ Մեկը լինի իրան կրթի, նախ ինքը կրթված չի, ինքան դաստիարակ է, իրան պետք է կրթեին։ Ինքը ո՞նց է դպրոցում աշխատում։ Կամ տնօրենը, դպրոցի տնօրեն Հարությունյան Հասմիկ, խոսում է դատարանում խուլիգանությունից, անդաստիարակ լինելու կարգավիճակից, երբ որ եկել էր ցուցմունք էր տալիս իմ դեմ, ո՞նց ես խոսում խուլիգանությունից։ Ես խուլիգանություն չեմ կատարել, բայց այ դու որպես ծնող դու ինքդ նորմալ երեխաներ չես դաստիարակել։ Խուլիգանության մեջ մինչև ականջները խրված երեխաներ ունես։ Ամեն ժամանակ առ ժամանակ ես լսում եմ իրենց խուլիգանությունները, իրենց ծեծ ու ջարդերը, իրենց բեսպրիծել վիճակը, կամ իմանում ես, սենց գյուղա դե վերջ իմանում ես, մեկը մյուսին ինչ կարգի ծեծի, որ հիվանդանոց ընկնի, չէ՞ որ մենք այդ ամեն ինչը մեզ հասնում է։ Ինքը խոսում է խուլիգանությունից։ Տիկին, խորհուրդ կտամ դու մի հատ քեզ վերանայես, մի հատ դաստիարակես քեզնից ծնվածներին, նոր ուրիշի պիտակավորես։ Նախ ինքն էլ դաստիարակվելու կարիք ունի, որ շեշտում է 35 տարի ես ուսուցիչ եմ եղել։ Դու 35 տարի մարդկանց կյանքը քայքայել ես։ Քեզ 35 տարի գյուղում գիտեն, որ դու դասատուների հետ ում վրա որ ժողովրդական լեզվով ասած ատամ ես պահել, դու նրա հետ խնդիր ունես մինչև հիմա։ Քանի դասատու արդեն էսենց թափ տալով գնում են դպրոցից, գնում են, որ քո հետ խնդիր չունենան, ավելի լավ է հեռանան դպրոցից։ Քանի դասատու։ Կամ ինչքան ծեծ ու ջարդ է լինում դպրոցում։ Այդ ամեն ինչը ոստիկանությունը գալիս է, տեսնում է, գրում է եւ վերջում գործերը չգիտես, իրանք զանգում են տվյալ գործով, ասենք ծնողներին կամ այստեղ այնտեղ գործը խնդրում, աղաչում, պաղատում եւ փակել տալիս, որը որ եղավ իմ դեպքով, երբ որ իր հորեղբոր տղան հարցակում էր գործերին վրա, որ նոր պատմեցի, ինքը մարդիկ էր գտել, միջնորդել, խնդրել, որ իմ հետ եզրեր գտնի, դա անցած մայիս ամսին է եղել։ Գիտեք, ես որպես ծնող հանուն իմ երեխայի պատրաստ եմ եւ լավին եւ շատ վատին, որպեսզի վաղ ինչ չմեղադրեին, ասեին, գիտեք, դուք որպես ծնող չգնացիք եզրեր չգտաք, չէ՞ որ ասենք տնօրենը կամ ասենք ցանկություն ունեն, որ նորմալ հարաբերություն ստեղծվի, նորմալ հարաբերությունը ստեղծվեց, ամեն ինչ մի կողմ դրեց, ամեն ինչ մոռացության մատնվեց, շատ կարճ ժամանակ էլի։ Ու երբ որ ինքը սկսեց տեսավ, որ ոչ, ես այն տեսակը չեմ, որ դատարանում ինձ կարողանան ինչ-որ ձևերով լրացնել, որը որ չեմ ուզում հիմա բարձրաձայնեմ, դա կբարձրաձայնվի քննչական կոմիտեում եւ հակակոռուպցիոնում։ Այդ ամեն ինչը չկարողացավ, սկսեցին գալ դատարան իմ հաշվին ինչ ասալ, խոսալ, բայց իրանք ինձ խնդրել էին, որ մենք քո դեմ բողոք չունենք, խնդրում եմ ամեն ինչ լավ լինի, միջնորդել էին գյուղից տարբեր մարդկանց, վարչական ղեկավարին, ոստիկանության աշխատողին, ու դրանից առաջ էլի ոստիկանության աշխատողներ կային, որ հեռակա իրանց բարեկամական կապեր ունեին, իրանք էին ինձ խնդրել, որ մոտ ենք էլի, մենք էլ ենք մոտ։ Ասում եմ, լավ, ամեն ինչ մի կողմ դնենք, միգուցե հարթվի։ Մենք քո դեմ բողոք չունենք, Անուշ ջան, մենք գալու ենք դատարան, ասենք, որ բողոք ունես, չունես, տիկին։
Նես չի, որ ես մեղավոր եմ, էլի, մեղավորը դուք եք եղել, դուք հասկացաք, որ արդեն գործը դատական հարթակում է հայտնվել եւ շատ բարդույթների դեմ եք կանգնելու։ Սկսեցիք իմ հետ եզրեր գտնել, բայց տեսաք, որ ես այն մարդը չեմ, որ դուք կարողանաք ոնց են ասում, լռեցնել, էլ չբարձրաձայնեմ, իմ իրավունքները չպաշտպանեմ, ոչ, դա կապ չունի։ Կարող է ես քո հետ նորմալ հարաբերություն ստեղծեմ, բայց ինչը որ օրենքի սահմանում է, այն ինչը որ դու անմեղ ես, ես ինչի պիտի լռեմ, ինչի պետք է լեզուս կարճ լինի դատարանում, լինի որ տարածքում ուզում է լինի, բացարձակապես իմ համար մեկ է պատկերացրեք։ Իսկ ինքը դրանից հետո սկսեց նորից շարունակել, նորից իր էությանը համապատասխան, ոնց որ ինքը իր էությամբ կա, շարունակել երեխայի հետևից ընկնել, իմ հետևից ընկնել, եւ վերջերս ես մարտի 4-5-ի ես էլի նորից դրամահավաքներ եք եղել, ինձ ուղարկել էին սկրիները, ես բարձրաձայնեցի։ Ինքը հավաքել էր այսպես ժողովրդին, ես նույնիսկ ունեմ, որ դասատուները, նույնիսկ այս սկրիներն ունեմ, որ դասատուները ծնողական այդ գրոպաներում գրում են, խնդրում ենք եկեք դպրոց եւ ծնողներին եւ բանի։ Ինչի ես խնդրում, ինչի ես մարդաքանակ հավաքում դպրոցում, դու քո խնդիրը լուծի, դու բոլորին դեմ ես տալի մշտապես խնդիրներին, դու հետ ես գնում, ինչի, դու քո խնդիրը լուծի, կա դրամահավաք, դու ինձ ապացուցի, որ չկա, ես քեզ ապացուցում եմ ամեն ձև, ձայնագրություններով, սկրիններով, որ դրամահավաք եղել է, ինքը բոլորին հավաքում է, գիտեք, ամբողջ գյուղացիք եկան, ով ասում ամբողջ գյուղացիք եկան, մի քանի ծնողների ու բանի հավաքել էր, հանել էր իմ դեմ, որ ասացեք, խոսացեք, որ դրամահավաք չկա, ես սուտ եմ խոսում, ես սուտ չեմ խոսում, ես կարող եմ նույնիսկ իմ հեռախոսը վերցնել եւ ցույց տալ, եւ դասատուների ձայնագրությունները ինչ են ասում, որ ինքը ինչ է ստիպում, եւ այն վկայի մասին, որ այդ վկան հայտնվել է դատարանում, ինքը իմ դեմ ստիպել է, որ գա վկայություն տա այդ դասատունը շատ վատ վիճակում հայտնվել եւ այն դրամահավաքների սկրինները, որ ինքը հերքում է։ Ինչն ես հերքում։ Դու հերքելու ընդհանրապես տարբերակ չունես։ Ես ամեն ինչը փաստերով եմ ներկայացնում, բայց այդ մարդը մշտապես ելնում է, մեկ էլ տեսնես մի հատ լրատվական կորած մոլորված ժամը կա, ինչ կա, կանչում է, ասում է, արի այս մարդու հաշվին սենց բաներ գրի։ Այդ տիկինը մոռանում է, որ ես ամեն ինչ իմանում եմ։ Ես գիտեմ ով, որ ժամին, որտեղ ու ով զանգեց կանչեց նույնիսկ այդ լրատվականին, որ գրեց։ Գրում ես քո անուն ազգանունով գրի, քո դեմքով գրի։ Ես ինչ խոսում եմ, իմ անուն ազգանունի տակ եմ խոսում եւ բացեի բաց, որովհետեւ ես չունեմ վախենալու ոչ մի բան։ Դե դու ունես վախենալու բան, ուրեմն թաքնված ես գրում։ Սա շատ ծանր դեպք է, նամանավանդ անչափահաս երեխայի համար, որը որ իր կյանքի ընթացքում, ամբողջ կյանքի ընթացքում ինքը դա այդ վիրավորանքը տանելու է իր հետ։ Բայց ես որպես ծնող միևնույն է, տարիներ էլ անցնի, ես այս հարցի հետևից գնալու եմ եւ այս հարցը բարձրաձայնվելու է տարբեր տեղերում։